Սրբո ամեն։ Նեղության այն օրերեն ետք արևը պիտի խավարի, լուսինը այլևս իր պայլքը պիտի գործընծնե, երկնային մոլորակները պիտի թափթփին և հանգարց մարդու որդին նշանը պիտի հայտնվի երկնագամարի վրա, զորությամբ և իր աստվածային փառքով։ Այս խոսքերը, սիրելի հավատացյալներ, արձանագրված են Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու մեջ, ուր մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզի գհիշեցնե իր երկրորդ գալուստի մասին։ Արդարև այսօր Հայաստանի Հարաքելական Սուրբ Եկեղեցին գդոնախմբե Քրիստոսի խաչելության և խաչապայդին հիշադակին նվիրված 4-րդ և վերջին տոնը։ Այսօր քյութ խաչի է, Քրիստոսի խաչը գտնվելուն օրն է։ Պատմությունը մեզի կփոխանցե, թե 327 թվականին օրվա թագավորին Կոստանդիանոսին մայրը Հեղինե գուզե Երուսաղեմ երթալ և շրջակայել Քրիստոսի հետքերուն, Քրիստոսագողն այն հողերուն վրա են, որպեսզի ստանա իր օրհնությունը։ Մինչև 313 թվական քրիստոնյաներուն արգելված էր Երուսաղեմ երթալ, հատկապես արևմտյան կողմն աշխարհին, որովհետև հյուսիսային կողմը արդեն 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոնք հռչակված էր, բայց արևմուտքի մեջ դակավին քրիստոնյաներ կհալածվեին, կպանդարգվեին և կխոշտանգվեին։ Երկու հանգրվաններով ազատություն դրվեցավ արևմուտքի մեջ քրիստոնյաներուն։ Առաջինը 290-ական թվականներուն էր, երբ Հերակլ անունով գայսրը հռոմեացի խաբեբայությամբ և թավադրանքով քրիստոնեությունը ազատ կրոնք կհռչակե արևմուտքի մեջ։ Քրիստոնյաներ իրենց ստորեգրյա այդ նգուղներեն դուրս կելեն և կսկսին ազատ պաշտամունք մատուցանել Աստուծո, սակայն հանգարց կնկատեն, որ այդ թագավորը կուրանա իր հրովարտակը, ինչ որ ազատություն տված էր քրիստոնյաներուն։ Եվ պատմության մեջ, ընդհանուր եկեղեցու պատմության մեջ մենք կտեսնենք սև գիրերով արձանագրված է Հերակլ ուրացող գայսր, որովհետև խաբեց ժողովուրդը, սակայն ժողովուրդը մնաց իր հավատքին վրա, ապա 313 թվականին Մելանոյի մեջ այս անգամ վերջնական ազատություն կհռչակվի և Երուսաղեմը կհռչակվի որպես ուխտավայր։ Օրվա թագավորին մայրը Հեղինե գուզե երթալ Երուսաղեմ և բդդիլ այն սրբավայրերը։ Հոն հասնել են ետ կհիշե, որ Քրիստոսի խաչապայդը անհետացած է։ Իր շուրջ կհավաքե մարդիկ և փնդրդուքի կսկսին, բայց չեն գտներ Քրիստոսի խաչը։ Հանգարց Հութա անունով բարեպաշտ հրյամը գհիշե, թե եբրայեցիները, հրյաները Քրիստոսի հետքը գործընծնելու համար Քրիստոսի խաչապայդերը բահած էին Կողգոթայի բարձունքի վրա դեղմը
եւ այդ դեղը վերածած էին աղբանոցի։ Եվ դարիներու ընթացքին աղբերու դակ գործված էր Քրիստոսի խաչը եւ իր հետ եղող երկու ավազակներուն խաչերը։ Հանգարց կգտնեն դեղը եւ դուրս կհանեն 3 խաչեր, սակայն որ մեկն է Քրիստոսի խաչապայդը։ Իսկույն օնգեգսե բադանիիմը տակաղը գանցներ, մահացած բադանիիմը տակաղը վար գարնեն եւ գփորձեն առաջին, երկրորդ եւ երրորդ խաչերու վրա գտնեն բադանիին դիագը, հազիվ թե Քրիստոսի խաչապայդին գտպչի երրորդ խաչապայդին, բադանին իսկուն հարություն գարնե եւ հոնգը հաստատի, որ այդ էր Քրիստոսի խաչապայդը։ Փառքով եւ բադիվով, շարականներով ու աղոթքով խաչը կմաքրեն եւ աբագդանին կզետեղեն Սուրբ Հարության դաջարի մեջ եւ հոն կդառնա Քրիստոսի խաչապայդը համայն մարդկության որպես բրգակորձության խորհուրդ։ Եվ այսպիսով մատնությունը արձանակրած է մեզի, թե գործված Քրիստոսի խաչապայդը Երևանգել է եւ գզետեղվի հարության դաջարին մեջ։ Եվ այսպես Երուսաղեմը այդ տվականեն սկսյալ գտարնա ուխտավայր բոլոր քրիստոնյաներուն։ Իսկ Քրիստոսի խաչապայդը դգարներու զորության մահվնե թեպի կյանք դանող նշանը, որովհետև Քրիստոսի խաչապայդի գտնվել են առաջ քրիստոնյաները ծուգը գործած էին որպես քրիստոնեության խորհրդանիշ։ Սակայն երբ կգտնվի խաչը կգործածվի հետ այսու խաչի նշանը որպես նշան զորության եւ նշան հավատքի։ Այսօրվա ավետարանը մեզի կհիշեցնե, որ Քրիստոս երկրորդ անգամ աշխարհ պիտի գա։ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին կխոսի եւ նշաններ կուտա, որու մեջ կսե պիտի գա օր, որ արևը խավարի, լուսինը գործընծնե իր փայլքը, երկնային աստղեր մոլորակներ պիտի թափթփին, երկրաշարժներ, համաճարակ հիվանդություններ, բادرազներ, թագավորներ իրարութեմ, ընտանիքներ իրարութեմ եւ մարդկային ընկերության մեջ սերը պիտի ցամքի գսե ավետարանը։ Եվ այս բոլորին պատճառը գեզրակացնեսելով, որովհետև պիտի սկսին մարդիկ իրար ադել, պիտի սկսին մարդիկ իրար չսիրել, չհարգել։ Հարց տանք մենք մեզի թե այս սվազները կբադահին այսօր, մեծավ մասամբ այո, պատճառը ինչ է, որովհետև մարդիկ հեռացած են Աստուծմե, գեզրակացնե ավետարանիչը։ Հետևաբար այդ բոլորը վերանալու համար մեր մեջ են, պետք է մոտենանք Աստուծո։ Աստուծո մոտենալ կնշանակե մոտենալ մեր արմատներուն։ Եթե հետևեցանք քիչ առաջվա Պողոս Արաքյալի նամակին գորընթացներուն կրած իր առաջին նամակի 18-րդ գլխում մեջ, շատ հստակորեն Պողոս Արաքյալ կգործածե հետևյալ նախատասությունը։ Եվ մեզի գսե, խաչին մասին քարոզությունը հիմարություն գտվի գործված գորուստի ջամփում մեջ գտնվողներուն համար։ Մինչ մեզի փրկության ջամփում մեջ գտնվողներուս համար Աստուծո զորությունն է անիգա արդարև մարգարեության մեջ արձանագրված է այս բոլորը։
Այս նամակը Պողոս առաքյալ Գորընթացներուն գրած է Եփեսոսի մեջ։ Երբ իր 3 նշանավոր ճամփորդություններու ընթացքին այնտեղ որ գերտա իր քարոզությունը գնե քահանաներ եւ իսկոպոսներ գցերնատրե եկեղեցիներ գհիմնե ապա կփոխադրվի այլ շրջան բայց իր գաբը չի խզեր իր հիմնած եկեղեցիներեն իր ծերնատրած եկեղեցականներեն հազիվ Եփեսոս կհասնի իրեն լուր գուքա թե Գորընթոսի մեջ խնդիրը ստեղծված է քրիստոնյաներ սկսած են իրարու թեմ բայկարիլ եւ հաջող կտեսնենք իր նամակներու մեջ Բողոսի եւ Աբողոսի պատմությունը որ գա բայց Պողոս առաքյալ գահանտարդեցնե գսե Բողոսը գրնա ձար մցանածլալ Աբողոսը պիտի այդ ձարը չրե որբեսի այդ ձարը զորանա ոչ թե Բողոսի դնգած ձարը Աբողոսը կալով արմադախիլն է որովհետև մարդկային կյանքի մեջ նախանց կոչված հիվանդությունը, մոլությունը գոյություն ունի եւ Գորընթոսի մեջի ժողովուրդը իրարու թեմը սկսած էր բայկարիլ մեկը Բողոսական է, մյուսը Աբողոսական է եւ սկսած էր այսպես քաղաքական հարցերով եկեղեցու մեջ բարակդումը հարաճանալ Հիմա շատեր պիտի կարծեն, թե քաղաքական նյութի մեջ պիտի մտնեմ եւ օրինակ բերեմ այսօրվա Հայաստանի մեջ դեղի ունեցած հարցը։ Յուրաքանչյուրը ինք թողտադե թե որ մեկն է ճիշտը։ Ճիշտի կամ սխալի մասին խոսած չունենք այս սուրբեմեն, այլ միան մենք Պողոս առաքյալի նման խաչը, խաչյալը եւ անոր զորությունը կկարոզենք, որովհետեւ քիչ առաջվա ավետարանի մեջ եթե շարունակենք ընթերցել, պիտի տեսնենք հոնգսե նաեւ այս բոլորը բադայել են հետո սուտ Քրիստոսներ պիտի հայտնվին, սուտ մարգարեներ պիտի հայտնվին, որոնք պիտի աշխատին մարդը բաժնել, իրենց գործը այս է միան Եթե եկեղեցին մարդոց մեկ ազնված է, կնշանակեն նաև հոմ պիտի մտնեն եւ եկեղեցիները, մարդիկ, քրիստոնեությունը, քրիստոնյաները պիտի փորձեն իրար մե բաժնել եւ իրար մե հերացնել։ Պողոս առաքյալի թելադրությունն է, որ մնանք Քրիստոսի ավետարանի գարճած, մնանք Քրիստոսի խաչապայդին գարճած, չհետևինք ոչ աչին, ոչ ցախին։ Եթե մենք ավելի լավ խոսքը պիտի տեսնենք, Պողոս առաքյալ իր երրորդ ճամփորդության ավարտին Հռոմի մեջ բանդարգված էր։ Եվ իր վերջին նամակներեն մեկը գրե իր աշակերտներեն Դիմիթիոսին, գսե ով Դիմիթիոս նայված կդ Քրիստոսեն մի հերացներ որովհետև եթե նայված կդ Քրիստոսեն հերացնես կգործվիս քու գողնացույցդ ուղված թողլա թեպի Քրիստոս թեպի Քրիստոսի խաչը թեպի Քրիստոսի փրկագործության խորհուրդը այն օրերուն նաև ինչպես այսօր շատեր կկարոզեն թե Քրիստոսի խաչը ճարճարանքի դարաբանքի բադիժի այլ անարք բադիժի մահվան դադարդվող մարդոց ճարճարանքի գործիքն է Քրիստոսի առաջ այո բայց Քրիստոս եկավ զայն այլափոխեց այս խաչը վերադարձուց իր իսկական իմաստին գողմնացույցի այս խաչը կարդեսն է խորքին մեջ եթե ուզենք այս խաչին իմաստը գործնական օրեր իմանալ մենք ամեն օր կխաչակնքենք բայց գիտենք թե ինչու կխաչակնքենք կամ ինչ բանի համար կխաչակնքենք խաչը կսկսի հոր անունով
որ Գաբրի երկնքի մեջ Քրիստոս հոր անունով որդի որպես իջավ երգիր հարավեն եւ հյուսիսեն արևելքեն եւ արևմուտքեն բոլոր ժողովուրդները հավաքեց եւ մեկ ընտանիք կազմեց այդ ընտանիքին անունն է քրիստոնեություն իսկ այդ ընտանիքին զինանշանն է Սուրբ Խաչը Սուրբ Խաչով պետք է առաջնորդվի ոչ մեկ հայրենիք Սուրբ Խաչով պետք է առաջնորդվի ոչ մեկ եկեղեցի եթե եկեղեցիի մեջ են Սուրբ Հոգին եւ Քրիստոսի խաչը վերացված է այլ բաներու վերացված է Քրիստոս իր երկրորդ կալուստին ինչ պիտի գիտեք առաջին կալուստին ինչ հրավ Ձաղգազարդի օրը մեր մտավ դաջար դեսավ դաջարը իր նգարակիրը իր թիմակիցը փոխած է կոդին կաշեց եւ դուրս չբրդեց բոլոր անոնք որոնք դարբեր նպատակներով եկած էին դաջար եւ սավ իմ դունս աղոտքի դուն է եւ դուք զայն վերածած եք ավազակներու որջի Ava գրնանք երևը գայել իր երկրորդ կալուստին, երբ Հիսուս եկեղեցի կա և դեսնե մեր վիճակը, դեսնե իր հիմնած եկեղեցին, բաժան եղած է, դեսնե իր հիմնած եկեղեցին իր վրա խաչված խաչին վրա, որ իր բրգակորձության խորհուրդը հաստատեց, վերածված է այլ նշաններու, ապա ինչ պիտի նե այնադեն, Բադասխան ավետարանի մեջ կրված է, գսե երբ հայտնվի մարդու որդին, մարդու որդիի դիտղոսը դրված է Քրիստոսի, մենք ալ մարդու որդի ենք, բայց Քրիստոս բրգակորձ մարդու որդի է, Աստուծո մարդացյալ որդին է, որ խոնարեցավ իր պարքեն, եկավ մարդկային մարմինը ստացավ, մեզ բարձրացնելու համար դեպի Աստվածային ինքնություն, եթե կագս է, բիդի լան, բիդի գոձան և բիդի ողբան, գարկմը մարդիկ, այդ գարկմը մարդիկը բնականաբար բոլոր անոնք են, որոնք կփորձեն հավատացյալներ իրար մե բաժնել, որոնք կփորձեն հավատացյալները հերացնել Աստուծմե, հերացնել եկեղեցիեն, հերացնել խաչապայդեն, իսկ պիտի ուրախանան գսե բոլոր անոնք, որոնք Աստվածահաճո և Քրիստոսանման կյանք մգաբրին այս աշխարհի մեջ։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, այսօր, որ դարին իր ավարտին մոտեցած է հասնելու, Քրիստոսի խաչի դոնին չորրորդ և վերջին դոնը գնդոնախմպենք քյութ խաչի գոչված այս դոնին։ Եկեք մենք դառնանք Քրիստոսի իսկական հավատացյալները։ Մեկ դիտնենք քաղաքական բոլոր ըսիսավները, բոլոր հարցերը, մենք մնանք Պողոս առաքյալի նման հավատարիմ, ինչ որ իր առաքյալին, իր աշակերտին Դիմիտրիոսին գրեց, ըսավ գողմնացույցըտ դեպի Հիսուս թողլա։ Մինչդեռ մենք եթե ֆիզիկական գողմնացույց բերենք, ուր գծնե մեզի դեպի Հիսուս, մենք անոր հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք Քրիստոսի խաչի գողմնացույցով, որ մեզ պիտի առաջնորդե դեպի Քրիստոս։ Մեզ պիտի առաջնորդե դեպի երկնային Երուսաղեմ, մեզ պիտի առաջնորդե դեպի հավիտենական քաղաք, որու թագավորն է Աստված, և մենք ամեն օր, որ հայրները գարդասանենք, հոնգը հիշենք, թող կա քու արքայությունդ, թող գադարվի քու գամքդ, այս կխնդրենք Աստուծմե, եթե Աստծո արքայությունը երգիրիչն է, ինչ պիտի ուզենք այդքի ավելի, երգինք երթալու պետք չենք ունենար, երգինքը արդեն մեր կով եկած գլա երկրի վրա և բոլորս Քրիստոսի խաչի զորությամբ, անոր խաչի բրգակորձ ընթացքով
մեր կյանքը ապրած գլանք, այսպես եթե մտածենք, կնշանակե թե մենք ճիշտ գողմնացույցի ուղղությամբ կարաշնորթվենք դեպի Աստված։ Դերը օրհնեցես հիմա, Ավիդյանս, Ավիդենից, ամեն։